Այս դեպքում կա ակնհայտ տուժող կողմ։ Հովհաննավանքում ապօրինի ծեսեր է մատուցում նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, պնդում է Հայաքվե նախաձեռնությունը, որն այսօր դատախազություն է տարել հանցագործության մասին հաղորդում Նիկոլ Փաշինյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց դեմ։ Իրավապաշտպանները պահանջում են կանխել իրենց խոսքով վանական համալիրի բռնազավթումն ու պղծումը։ Եթե դատախազությունը հրաժարվի քրեական գործ հարուցել, մենք կդիմենք դատարան։ Եթե դատարանը հրաժարվի քրեական գործ հարուցել, կհասնենք մինչև սահմանադրական դատարան։ Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներ, հոգևորականների ապօրինի հետապնդումներ, Վեհարանը կաթողիկոսից ազատելու սպառնալիք ու չդադարող զրպարտություններ։ Սրանք բոլորը հանցագործություններ են ըստ իրավապաշտպանների։ Նրանց կարծիքով կաթողիկոսի հասցեին վերջին զրպարտությունը հնչել է այսօր վարչապետի շուրթերից։ Իպղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։ Փաշինյանն այսպես արձագանքել է Մայրաթորի վերջին հայտարարությանը, որտեղ պղծություն է որակվում կարգալույց քահանայի գործունեությունը Հովհաննավանքում։ Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայրաթորում։ Հովհաննավանքում մկրտություններն ու պսակադրությունները անվավեր են, հիշեցնում են Մայրաթորում։ Կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանն ինքն էլ գիտի դա։ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով նախկին քահանան նախ մկրտության արարողության մասնակիցներին խոստանում է, որ վկայական է տրամադրելու, հետո անմիջապես մոռանում է խոստումը, երբ հասկանում է, որ կեղծիքը երկար կյանք չունի։ Եթե մարդը այնտեղ պսակադրվում է եւ կամ մկրտվում է տվյալ անձի կարգալույց քահանա հոգեվորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի եւ այդ պսակը պսակ չի։ Այսինքն, եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրան պետք է մկրտենք նորից։ Այսինքն դա նորից չի, որտեվ նախորդ կատարած ծեսը անվավեր է։ Այդ մարդը պիտի մկրտվի, որտեվ ինքը ուրիշ տարբերակ կամ ուրիշ ճանապարհ չկա։ Ապօրինի ներխուժում է եղել Հովհաննավանք։ Ապօրինի գործունեություն է իրականացվում։ Դա պետք է ժամ առաջ դադարեցնել, ասում են Մայրաթորում։ Այս ամեն ինչը եւ ժողովրդավարության սահմաններից դուրս է, եւ օրինականությունից դուրս է, եւ որևէ առողջ բանականությունից դուրս է։ Իսկ ինչու է Հովհաննավանքը բռնազավթած պահում իշխանության հովանավորությունը վայելող կարգալույց քահանան, եթե վանական համալիրը սեփականության իրավունքով Մայրաթորին է պատկանում։ Ինչու Էջմիածինը տեր չի կանգնում իր սեփականությանը, չի միջամտում, երբ նախկին քահանան եկեղեցու դարպասների փականն է փոխում, ինքը որոշում, ով մտնի եկեղեցի, ով ոչ։ Նման իրավիճակները լուծվում են իրավական եւ օրինականության ճանապարհով միայն։ Այս մեզ համար ամենակարևոր հանգամանքն է։ Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի եւ օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի, դա կտեսնենք։ Ամեն դեպքում այս պահին մենք ունենք այդ մտահոգությունը, որ կա այդ հապաղումը։ Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծման են ուղղված, մեզ համար անընդունելի են այն առումով, որ կարող են, օրինակ, ասենք, գնալ ինչ-որ խմբով, Հովհաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից, բայց սա բախումների կարող է տանել եւ դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կատարեն։ Իրավապահ համակարգը կարծես անժամկետ արձակուրդում լինի, նկատում է փաստաբան Արա Զոհրաբյանը, հակաեկեղեցական արշավի ամբողջ ընթացքում հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել իրավապահներին, արձագանք չկա։ Մարզային ոստիկանությանն էլ ենք գրություն ներկայացրել, որևէ ռեակցիա չկա եւ պարզ է, որ իրենք փորձելու են այդ իրավական ճանապարհը խոչընդոտել։ Այս առումով ակնհայտ է, որ իրավական գործիքները պատշաճ չեն աշխատում։ Մայրաթորի փաստաբանական թիմը սպառել է իրավական բոլոր միջոցները եկեղեցու հոգևորականների խախտված իրավունքները վերականգնելու համար։ Արա Զոհրաբյանը դիմել է ոստիկաններին կարգալույց քահանայի մուտքը Հովհաննավանք կանխելու համար, հաղորդում է ներկայացրել, ըստ որի խոչընդոտվել է Հովհաննավանքում ծեսերի բնականոն ընթացքը։ Երբ որ արդարադատությունը գլուխը կախում, ինքնադատաստանը գլուխ է բարձրացնում։ Երբ որ մարդու իրավական ճանապարհը փակում ես, ինքը սկսում է ուրիշ ճանապարհ փնտրել։ Բայց այդ ճանապարհը բնականաբար եկեղեցին չի ընտրել, որովհետև դա կբերի բախումների։ Մենք գիտենք, որ իշխանությունն էլ հիմա դրան է փափագում։ Իշխանությունը կարծես փափագում է նաև պետության անունից խլել եկեղեցապատկան հողերը։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը ակնարկել էր խորհրդարանի ամբիոնից։ Հուշարձանները կվերադարձնենք։ Չի զարմանում այս հայտարարությունից Մայրաթորի պաշտպանությունը ստանձնած Արա Զոհրաբյանը։ Նկատում է, ամեն ինչի ընդունակ է Փաշինյանը, որի հրահանգով 54 հոգանոց քննչական խումբ է զբաղվում հոգևորականների գործերով։ Ըստ Զոհրաբյանի մնում է մի տարբերակ։ Հայաստանում հոգևոր իշխանության դեմ քաղաքական իշխանության հայտարարած պատերազմի մասին ահազանգել միջազգային կառույցներին։ Պատկերացրեք, երևի խորհրդային միության ժամանակ էր, որ փորձում են եկեղեցիներից տարածքներ խլել, եկեղեցականներին փորձում են նվաստացնել։ Լիլիթ Խալաթյան, Էդգար Ղուշչյան, Լանա Համբարձումյան, Նորայ Շարբաթյան, Արաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։